Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, քրչափրչախումբը չի դադարում մեզ զարմացնել իր աննորմալ հայտարարություններով։ Այն Արայիկ Հարությունյանը ինչա, կարծեմ այսօրվանից արդեն աշխատակազմի ղեկավարը չի վարչապետ։ Ասում է իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։ Խնդրեմ, հələ սրա գրագիտության աստիճանը։ Եվ այս մարդը վարչապետի աշխատակազմ է ղեկավարել։ Այսինքն դու մահացել ես, պրոստը խիստ են ներկայացնում, էլի քո մահվան հանգամանքները։ Որ դու ամոթ չունես, որ տնից դուրս ես գալի։ Հաջորդը Նիկոլ Փաշինը, Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ինչ խայտառակ վարքագծով է հանդես գալիս։ Գնում է ու իբր ընտրության ավանդակ, բայց բնական է իր միանձնյա ցանկությամբ որոշումը թե ով պետք է լինի ազգային ժողովի այսինչ կամ այնինչ հանձնաժողովի նախագահ։ Այդտեղը դու Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը չես կարդացել, որտեղ ասվում է, որ ազգային ժողովն է վերահսկողություն իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Հասկանում եք, հարգելի ժողով, եթե այս մարդը լինելով վարչապետ գնում է ազգային ժողովում հանձնաժողովների նախագահներ նշանակում, էլ այդ հանձնաժողովի նախագահները որպես պատգամավոր ոնց կարան վերահսկեն վարչապետի գործունեությունը։ Անհնար, այսինքն տշում են Սահմանադրությունը։ Եվ վերջում մի կոչ ընդդիմադիր պատգամավորներին։ Ես իհարկե դեմ էի մանդատները վերցնելու, բայց դա իրենց իրավունքն է եղել եւ օգտվել են իրավունքից։ Մի հորդոր առաջին իսկ օրենսդրական նախաձեռնությունների մեջ ներառեք Սահմանադրության 48 եւ 148-րդ հոդվածներում փոփոխություն, որով պահանջադրված պատգամավոր եւ նախարար լինելու համար վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանում մշտապես բնակվող անձանց համար։ Նրանց է դա հասանելի։ Դա սխալ է։ Սա Սփյուռքի հետ կապերը կտրելու եւս մի միջոց է։ Ես խնդրում եմ, առաջարկում եմ, հորդորում եմ այդ նորմերը վերանայելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Դրա իրավունքը դուք ունեք, որովհետև Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասի համաձայն 27 ձայն է պահանջվում այդ նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելու համար։ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի գործերի կառավարմանը։ Սփյուռքը կթուկով չի, որ մենակ փող ուզեք։ Ցանկացած հայ, իհարկե այնտեղ չափանիշներ կարելի է մշակել, որ ասենք տվյալ տարածաշրջանում, ասենք Ամերիկայում, Կանադայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում որոշակի քանակ նշվի, որ այդ քանակությամբ հայ բնակչություն ունեցող երկրից կարող են մասնակցել Հայաստանի գործերի կառավարմանը։ Եվ ով ասել, որ Սփյուռքում ապրող հայը ավելի քիչ հայրենասեր է, քան Հայաստանում ապրող հայը։ Բա ինչ Արայիկ Հարությունյանն է հայրենասեր, թե այն քյաչալ գլխով փրչոտ երեսներով Արթուր Հովհաննիսյանը ինչա։ Երկուսն էլ քյաչալ գլխով փրչոտ երեսներով են։ Չի կարելի Սփյուռքը մեկուսացնել Հայաստանից։ Սփյուռքը մեր մի մասն է։ Դուք վիրահատություն եք կատարում, այդ մասը հեռացնում եք մեր օրգանիզմից։ Խնդրում եմ հետևեք իմ հորդորին եւ առաջին իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք, որպեսզի Սփյուռքում բնակվող հայերը կարողանան մասնակցել Հայաստանի գործերի կառավարմանը եւ առաջին հերթին համապետական ընտրություններին։ Այսքանը։